Ակյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը համեցեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախագծերով առաջարկվում է ընտրությունների եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 եւ ավել օր գտնվելու պահանջը։ Նշվածի համատեքստում համակարգային միասնականությունը ամբողջացնելու տեսանկյունից կարիք է համանման ըստակյացության ցենզ նախատեսել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու համար եւ նաեւ նշեմ, որ գործնական հարթությունում կիրառելիության խնդիրները բացառելու անհրաժեշտության պայմանավորված նախատեսվում է նաեւ փոփոխություններ իրականացնել ընտրական օրենսգրքի 9-րդ եւ 14-րդ հոդվածներում։ Նշեմ հարգելի գործընկերներ, որ իմ առաջարկով եւ կառավարության հետ համատեղ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում լրամշակվել է եւ ներկայացնեմ, թե ինչ փոփոխություններ է կատարվել նախագծում։ Այսպիսով անձի Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին բավարարելու հանգամանքը հաստատելու համար առավել արդյունավետ գործիքակազմներ դնելու նպատակով անհրաժեշտ է որոշակիորեն վերանայել նախագծի երկրորդ հոդվածով գործող օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող կարգավորումը, ընդգծելով, որ բնակության ցենզի պահանջին բավարարելու հանգամանքը հաստատվում է անձի Հայաստանի Հանրապետության սահմանի փաստացի սահմանահատումներով։ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի եւ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում ձևավորում է համապատասխան պահանջին բավարարող ընտրողների ցուցակները։ Ըստ այժմ առաջարկել ենք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի երկրորդ հոդվածով օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ։ Սույն օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին բավարարելու հանգամանքը հաստատվում է անձի Հայաստանի Հանրապետության սահմանի փաստացի սահմանահատումներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի եւ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում ձևավորում է սույն օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին բավարարող ընտրողների ցուցակները։ Հարգելի գործընկերներ, միաժամանակ կատարվել են որոշակի տեխնիկական շրջումներ կարգավորումների ներդաշնակեցման նպատակով։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Տիկին Ղազարյան, հարցեր չեն կարող լինել, քանի որ առաջարկներ չեն եղել գրավոր, հարակից եկուցող շնորհակալ եմ։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլակյան։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ըստ էության առանցքային կարևորություն ունեցող նախագիծ ենք մենք քննարկում եւ այս նախագիծը միտված է վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված իրողությունների շտկման այսպես ասած եւ հանրային պահանջ է ներկայացնում։ Տիկին Ղազարյանը ներկայացրեց նախագծի կարգավորումները եւ նաեւ դրանում արված փոփոխությունները, հետեւաբար դրան անդրադառնալու անհրաժեշտություն այս պահին ես չեմ տեսնում, միայն կասեմ, որ հանձնաժողովում քննարկել ենք նախագիծը թե առաջին թե երկրորդ ընթերցմամբ, բավականին մանրամասն քննարկման է արժանացել նախագիծը եւ ստացել դրական եզրակացություն, առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլակյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից եկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, համեցեք Տիկին նախարար։
Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, արդեն երկրորդ ընթերցման ռեժիմով են քննարկում այս անչափ կարևոր նախաձեռնությունը, որը միտված է իրական ժողովրդաիշխանության ամրապնդման ուղղված եւս մեկ կարևոր քայլ կատարելուն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակներին կառավարության առաջարկները ամբողջ ծավալով ընդունելու համար։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ այսչափ կարևոր իրավունքի իրացման շրջանակներում կարգավորումները լինեն հստակ եւ կարողանանք պրակտիկ որևէ խնդիրներ չառաջացնել եւ հաշվի առնելով նաեւ մեր քննարկումները ես ուզում եմ նշել, որ նախագիծը բավարարում է իրավաչափության, համաչափության ըստ էության բոլոր կանոններին եւ քանի որ քննարկվեց նախորդ ընթերցման շրջանակներում որոշակի վիճարկումների հետ կապված կառուցակարգերը, ուզում եմ փաստել, որ դատական պաշտպանության իրավունքից որևէ մեկը չի զրկվում նախաձեռնության շրջանակներում, այսինքն եթե լինեն հարցեր, մեր քաղաքացիները ազատորեն կարող են իրացնել իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը եւ սրանով լուծել բոլոր հնարավոր անճշտությունները։ Շնորհակալություն եմ հայտնում նաև կառուցողական համագործակցության համար, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան։ Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակության համար գրանցում։ Գրանցված պատգամավորներ չկան, եզրափակիչի ելույթներ նույնպես չկան, հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Ալխազ Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Համեցեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում իմ եւ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագծերի փաթեթը եւ նախագծերով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր պայման սահմանվի, որպեսզի տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։ Նշեմ նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է եւ հիմնական մուտքերի մի քիչ ավելի որոշակիացվել է, թե կոնկրետ հիմնական մուտք ասելով ինչ նկատի ունենք եւ ուզում եմ ընթերցեմ այս պահին արդեն լրամշակված հոդվածը։ Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացում է Հայաստանի Հանրապետության համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր տանող միջպետական կամ համապետական կամ տեղական նշանակության ավտոճանապարհի բնակավայրի սկիզբ նշանակող հատվածների մոտ։ Յուրաքանչյուր բնակավայր տանող միջպետական կամ համապետական կամ տեղական նշանակության ավտոճանապարհի բնակավայրի սկիզբը նշանակող հատվածի մոտ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման առանձնահատկությունները եւ կարգը հաստատում է կառավարությունը։ Նման տեսքով նախագիծը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում, խնդրում եմ կողմ քվեարկել լրամշակված տարբերակին։ Շնորհակալություն, հարցեր չեն կարող լինել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Անուշ Քլոյան, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի